Եկեղեցու Պոլսի որբանոցում են դաստիարակվել։ Ռաքելը սովորել էր ամուսնու հետ կիսել և անհիմն մեղադրանքների ցավը և 3 զավակների անվտանգության համար վախը։ Այժմ էլ ընտանիքը իրեն անվտանգ չի զգում։ Դինքի տան մոտ այժմ գիշեր-ցերեկ ոստիկանության ավտոմեքենա է հերթապահում։ Ժամանակին Հրանտը դիմել էր պատկան մարմիններին անվտանգության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով, սակայն դիմումը անտեսվել էր։ Բաքերքեյի թաղամասում Հրանտ Դինքի տունը գտնելը դժվար բան չէ, բավական է հարցնել թաղամասի բնակիչներից ցանկացածին, այստեղ նրան բոլորն էին ճանաչում։ Ալի Ահմեդը արդեն 15 տարի է ինչ տաքսի է վարում, մի քանի անգամ նրան բախտ է վիճակվել տուն տանել Հրանտ Դինքին, հպարտ է, որ անձամբ ճանաչել է նրան։ Պարոն Հրանտը աղքատ մարդ չէր, բայց սեփական ավտոմեքենա չուներ, հաճախ էր օգտվում տաքսու ծառայություններից։ Տաքսու բոլոր վարորդները նրան շատ էին հարգում, մեծ մարդ էր։ Հրանտ Դինքը վայելում էր և սովորական վարորդների, և հեղինակավոր մտավորականների և նույնիսկ շոու բիզնեսի ներկայացուցիչների համակրանքը։ Սպանված Հրանտին պատկերած լուսանկարների վրա երևում է, որ նրա կոշիկի տակը այնքան էր մաշվել, որ ծակվել էր։ Ինձ վրա դա շատ էր ազդել։ Դա բնորոշում է նրան։ Հրանտը շատ հայտնի ու ազդեցիկ մարդ էր, բայց չէր մտածում սեփական արտաքինի մասին։ Նրան բոլորովին այլ խնդիրներ էին մտահոգում։ Նա տարված էր խաղաղության գործին ծառայելով։ Եշիմ Սալքոմը Թուրքիայում էստրադային ամենահայտնի երգչուհիներից է։ Քաղաքականությամբ առանձնապես չի հետաքրքրվում, սակայն Հրանտ Դինքին քաղաքական և հասարակական բոլոր գործիչներից միշտ առանձնացրել է, թեև ճանաչել է նրան միայն հեռուստատեսային ելույթներով։ Հրանտի մահվան մասին իմացավ համերգի ժամանակ։ Այդ լուրը ստանալուց հետո շատ դժվար էր երգելը, բայց ես չէի կարող համերգը դադարեցնել, և ես որոշեցի դուրս գալ բեմ և հայտարարել, որ երգելու եմ միայն Հրանտի պատվին, նրա հիշատակին։ Ես երգեցի նրա սիրած երգը։ Երգում էի, իսկ արցունքներս կաթում։ Բայց ինչի համար էին թուրքերը սիրում Հրանտ Դինքին, չէ որ նա բարձրացնում էր թեմաներ, որոնք հաճելի չեն թուրքերի համար։ Ինչն էր ստիպում 100 հազարավոր թուրքերի այդքան անկեղծ սգալ։ Հրանտը միայն հայկական գործիչ չէր, նա հանրապետության մասշտաբի գործիչ էր։ Նա գիտակցում էր, որ հայերի իրավունքները պաշտպանված կլինեն միայն դեմոկրատական երկրում։ Հրանտը ժողովրդավարություն էր ուզում, այսինքն ուզում էր նույնը, ինչ ուզում են միլիոնավոր թուրքեր, ցավոք ոչ բոլորը։ Բայց առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ գիտակցում էին, որ պաշտպանելով հայերի իրավունքները, Հրանտը պաշտպանում էր նաև Թուրքիայի շահերը։ Հրանտը մարդկանց համոզելու բացառիկ տաղանդ ուներ։ Նա 10 րոպեում կարող էր ընդդիմախոսին համախոհ դարձնել։ Նրան հաճախ էին հրավիրում տարբեր հեռուստաբանավեճերի, և նա միշտ հաղթող էր դուրս գալիս։ Երբ քննադատում էր ինչ-որ մեկին, լինի դա հայկական հարցում, թե ժողովրդավարությանը վերաբերող խնդրում, միշտ համաձայնում էիր նրա փաստարկներին։ Դրա համար էլ նրանից վախենում էի։ Հրանտը ընդառաջ ինտիմատիր մեկն էր։ Ամեն ինչ քննադատեր։ Ինքը սպիրկայության գարկմը շրջանակներում կեսված տանկը քննադատեր։ Ինքը Հայաստան երբ կերտար, Հայաստանի գարավարության ընդաստալ քննադատեր։ Նույն ժամանակ Թուրքիայի գարավարության ընդաստալ քննադատեր։ Եթե ճիշտ չգտներ։ Թուրքիան շատ մեծ կորուստ ունեցավ։ Թուրքիան հələ չի զգում այդ կորուստը, հələ տաք է ինքը։ Թուրքիան ավելի շատ կորուստ ունեցավ, քան մենք բոլոր հայերս։ Սակայն ոչ բոլորն են Թուրքիայում համաձայն, որ Դինքի մահը կորուստ էր իրենց երկրի համար։ Գտնվեցին մարդիկ, և նրանք քիչ չէին, ովքեր նույնիսկ հրապարակավ պաշտպանեցին մարդասպանին։ Ի պատասխան բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք կարգախոսի, նրանք բարձրացրին սեփականը, բոլորս թուրք ենք, բոլորս Օգյուն Սամաստ ենք։ Այո, այսին մարդիկ կան, որ այդ երիտասարդի նրածը նորմալ տեսնում են։ Եվ սադից պես, այսին Հրանտը ով էր, որ Հրանտը արդեն երկրի թավաջան անցմն էր, երիտասարդը իր ասկային զգացումներից փխած այդ բանով կացած է, զարգաց է։ Իրենք բեդության դերը գսկան,
Այդ իմաստով ավելի հանդուգն ելույթներ ունեցան, ավելի շատ սպառնացին։ Իրենք հազիվ գրծան համբերել մինչև թաղման օրը։ Այդ ոչրակորձը սպիտակ գլխարկ մտրած էր, փուրթե քտակ մտրած էր գլխուն։ Այդ քտակներու վաճառքը մեկ անգամ աճեցավ։ Ահագիններ այդ ոչրակորձի նման ըլլալու համար այդ քտակներից ապահովեցին, սպիտակ քտակներով մտեցան փողոցները։ Շատ ուրախ էին, որովհետև իր աչքով հայը սպանեցին եւ հայ մեկ պակսեցավ իրեն աչքով։ Եվ շատ են այսպիսի մարդիկ։ Այո, այսպիսի մարդեր դուք եք շատ են, այո։ Հատկանշական է, որ նրանք, ովքեր ոչռագործից հերոս էին սարքում, հենց պետության ներկայացուցիչներն են։ Աշխարհով մեկ ցուցադրվեց այն տեսագրությունը, որն արձանագրել է, թե ինչպես է Օգյուն Սամաստը բանտում հպարտորեն իրեն ցուցադրում Թուրքիայի դրոշի ներքո։ Եվ պատահական չէ, որ կադրում է նաև Աթաթուրքի խոսքերը մեջբերող պաստառը. պետության հողը սուրբ է եւ այն չի կարելի թողնել բախտիքը մահաճույքի։ Տեսայերիզում երևում է, թե ինչպես են ոստիկանության բարձրաստիճան սպաները բարեկամաբար եւ հարգալից սեղմում ոչռագործի ուսը։ Սա դեռ վերջը չէր։ Թաղման հաջորդ օրն իսկ Պոլսի հայկական եկեղեցիներից մեկի պատի վրա անհայտ անձինք ներկով հակահայկական կոչեր էին գրել։ Բազմաթիվ սպառնալիքներ ստացավ Ակոս թերթի նորը նշանակ խմբագիրը։ Իսկ թաղման 40-րդ օրվա կապակցությամբ եկեղեցում անցկացված պատարագի ժամանակ ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դեմ մահափորձ իրականացրին։ Դինքի սպանությունը ել ավելի թեժացրեց ժողովրդավարության ջատագովների եւ արմատական ազգայնականների միջև առճակատումը։ Առաջադեմ երիտասարդությունը Դինքին իր պայքարի խորհրդանիշը դարձրեց։ Հրանտին սպանողը մեր հասակակիցն էր, բայց ես չեմ ուզում, որ դուք դատեք ժամանակակից թուրք երիտասարդության մասին Սամաստի արարքով, նա տականք է, եւ նրան ճամփա ցույց տվողները նույնպես տականք են։ Մենք կստիպենք նրանց պատասխան տալ։ Շատերը հարցնում են, արդյոք չենք վախենում նրանց այսպիսի մարտահրավեր նետելուց։ Չէ որ մեզ հետ էլ կարող են անել այն, ինչ Հրանտին արեցին։ Թող բոլորը իմանան, հանուն ճշմարտության պատրաստ ենք նահատակվել։ Սա ֆաշիզմի դեմ կենաց մահու կռիվ է։ Իսմայիլը Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է։ Հարում է ձախ կուսակցություններից մեկին։ Նրա պատանեկան մաքսիմալիզմը գերում է իր անկեղծությամբ։ Իսմայիլը եւ նրա ընկերները սպանությունից ամիսներ անց շարունակում են ցույցեր անցկացնել ի պաշտպանություն Հրանտ Դինքի գաղափարների։ Այսպիսի ցույցերից մեկի ժամանակ բախում էր տեղի ունեցել նրա կողմնակիցների եւ ադրբեջանցի ուսանողների միջև։ Վերջիններս մեղադրել էին Իսմայիլին հայերին վաճառվելու մեջ։ Քանակական առավելություն ունեցող ադրբեջանցիները պատռել էին բոլորս հայ ենք պաստառները եւ ոտնատակ արել Հրանտ Դինքին պատկերող պլակատները։ Սակայն Իսմայիլի թիմը չէր հանձնվել։ Առավոտյան պաստառները կրկին նույն տեղում էին։ Դինքի մահից հետո պարզվեց, որ նա ունի միլիոնավոր համախոհներ, որոնք պատրաստ են պայքարել սեփական հայացքների համար։ Հրանտն էլ գիտեր, որ իր գաղափարներին շատերն են կողմնակից, սակայն միայն Ակոսի խմբագրի սպանությունը ստիպեց նրանց համախմբվել եւ ցույց տալ սեփական ուժը։ Ով գիտի, գուցե ոչռագործները այդքան ինքնավստահ չէին լինի, եթե պատկերացնեին, թե ինչ հզոր ալիք կառաջացնի իրենց ստոր արարքը։ Մեկը պետք է ուներ։ Ես միշտ գահարցնեմ ինձ, այսինքն եթե 5-10 հատ հրանտ եւս լար, հրանտին վրայի ջնշումը ասկան շատ եւ հզոր չի բիդոլար։ Ոչ մեկ մարդ մինչեւ իմ հրանտի մեզ համանքյան դուրս եկավ եւ խոսեցավ թուրքերուն հետ, կամ ասենք թուրք քաղաքական հրաբարագին արչեւ։ Գալ հասկանալի է, այսինքն վախեր կան, ջնշումներ կան, միայն հրանտ եղավ մինչև հիմա այդ ջնշումներուն թիմացող։ Ռոբերտ Քոփթաշը տնօրինում է Պոլսի հայկական հրատարակչություններից մեկը։
Հրանտ Դինկի հետ համագործակցելու առիթներ շատ է ունեցել։ Ռոբերի մտքով երբեք չի անցել, որ հարկադրված է լինելու զբաղվել Հրանտի մահվան կապակցությամբ հայտնի մարդկանց ցավակցականների ժողովածու հրատարակելով։ Այդ օրերան մեջ ես առաջին անգամ մտածեցի Թուրքիան լքել, որովհետև մինչև հիմա, մինչև այս օրեր միտքս անգամ չէր եկած։ Այսինքն ընտանիքիս